Ողջույն Ժողովուրդ ջան, մի քանի տեսահոլովակների միջոցով կփորձենք ուսումնասիրենք տարատեսակ AI գործիքներ, որոնք այսօր ակտուալ են, որպեսզի փորձենք համեմատել, հասկանանք, որ AI գործիքը ինչ հնարավորություն է մեզ տալիս, ու այսօր ուզում եմ խոսենք GenSpark AI-ի մասին։ Եկեք ընդհանուր նայենք ինչ կարող է անել այս գործիքը, բայց ամենակարևորը այսօր ոչ թե ուզում հենց GenSpark գործիքի մասին խոսել, այլ ավելի շատ ուզում եմ ուշադրությունս սևեռեմ GenSpark բրաուզերի մասին, դա մի նոր հնարավորություն է, որ այն տալիս է մեզ։ Ես հիմա GenSpark բրաուզերը նստեցրել եմ իմ համակարգչի մեջ եւ ուզում եմ ձեզ ցույց տամ նրա հնարավորությունները։ Մինչեւ այդ ընդհանուր GenSpark-ի մասին ծանոթանանք։ Նախ GenSpark AI-ը, որի մեջ ներառված են տարբեր AI agent-ներ, եկեք մի քանի agent-ի մասին խոսանք, թե ինչ հնարավորություններ են տալիս այդ agent-ները մեզ։ Առաջինը թույլ է տալի մեզ տարատեսակ հետաքրքիր slideshow-ներ սարքենք։ Ընդհանրապես, եթե ինչ-որ թեմայի շուրջ ուզում եք slideshow-ներ սարքեք, երևի GenSpark-ը այս պայծրությամբ ամենահաջող գործիքն է, որը սարքում է slideshow-ներ։ Manus AI-ը նույնպես սարքում է slideshow-ներ, բայց GenSpark-ը իմ կարծիքով այս պայծրությամբ ամենաճիշտ, ամենահետաքրքիր ու ամենասիրուն ձևով է սարքում այդ slideshow-ները ու ամենաօգտակարն են։ Շատ եմ փորձարկել, մի քանի օրինակ ձեզ շուտով ցույց կտամ, թե ինչպես եմ օգտագործում այդ slideshow-ները։ Այդ ընդհանրապես պետք է ընտրել AI slide-երը ու արդեն տալ հրաման, թե ինչ թեմայով եք ուզում slideshow-ներ սարքել։ Կարող եք պրոստը բան անեք, լինկեր տակ կայքի, YouTube-ի տեսահոլովակի ու այն միանգամից ձեր համար այդ տեսահոլովակի այդ կայքի մասին կստեղծի slideshow պրեզենտացիա։ Այստեղ կան նաև տարբեր Excel-ի շիթերի հետ աշխատանքների հնարավորություններ, ագենտներ, որոնք օգնում են աշխատել շիթերի հետ Google կամ Excel, Microsoft-ի, կարող եք հրամաններ տալ ձեր համար տարատեսակ ֆայլեր, ֆիլմեր սքաշի, GenSpark-ի ագենտներից մեկը ուղղակի chat կա, որը նույն ChatGPT-ի գործողություններն է կատարում, էլի շատ լավ, ձեր փոխարեն կարող է տարբեր զանգեր կատարել, տարբեր, այստեղ երևի ավելի շատ Հայաստանի համար չէ, ավելի շատ միջազգային շուկայի համար այս պայծրությամբ օգտակար, քանի որ այն անգլերենով է ամեն ինչ անում։ Ու կարող ենք նաև ուսումնասիրել, թե ինչ այլ ագենտներ ունի, շատ խորը research է կարողանում անել, ինչպես ChatGPT-ն ու շատ օգտակար, նույնպես փորձարկել եմ։ Այսինքն ինչ է ստացվում, ստացվում է, որ GenSpark-ը 24, եթե չեմ սխալվում, $24 է այն։ Ամսական, մի քիչ ավելի թանկ, քան ChatGPT-ն, $25, բայց շատ մեծ հնարավորություններ է տալիս, չեմ ասի, որ հնարավորությունների մեծ մասը ChatGPT-ն չի կարողանում անել, բայց այստեղ հետաքրքիր նույն slideshow-ն շատ ավելի լավ է սարքում, քան ChatGPT-ն ու այլ ագենտներ կան պատրաստի, որոնք շատ ավելի օգտակար են, քան ChatGPT-ն։ Այսինքն ChatGPT-ն շարունակում է մնալ որպես chat համակարգ, որ հետո խոսես, կազմակերպես, ես ինքս ChatGPT-ն չեմ դադարում օգտագործել, դա իմ հիմնական գործիքներից մեկն է, բայց slideshow-ների, տարբեր research-ների համար ես օգտագործում եմ GenSpark այս պայծրությամբ ու նաև GenSpark-ի համար միանգամից կազմակերպես mail քո փոխարեն mail-ով պատասխանի ինչ-որ մի մարդու կամ քո փոխարեն Notion-ում ինչ-որ գործողություններ կատարի, շատ հարմար է։ Հիմա GenSpark-ը, մի քիչ GenSpark-ի մասին, այսպես խոսացինք ընդհանուր AI-ի մասին, հիմա մի հատ էլ ուզում եմ առանձին խոսենք այսօր բրաուզերի մասին, GenSpark-ի, որը ես արդեն նստեցրել եմ, հենց հիմա մենք այդ GenSpark-ի բրաուզերի մեջ ենք, ու օրինակի համար մտել եմ իմ YouTube-ը ու ուզում եմ ձեզ ցույց տամ, թե այստեղ ինչ հնարավորություններ կան։ Օրինակ, եկեք Greg-ի վիդեոներից մեկը, տեսահոլովակներից մեկը մտնեմ, ու տեսեք, թե ինչ հնարավորություն, օրինակ, հիմա YouTube-ում Greg-ի edge-ում ենք, վիդեոներից մեկում ենք ու GenSpark-ի բրաուզերը թույլ է տալիս յուրաքանչյուր edge-ում հրամաններ կատարել հենց տվյալ edge-ի հետ կապված, բայց միևնույն ժամանակ այն ունի հստակ ինչ-որ գործիքներ, որոնք տեղադրված են տարբեր edge-երում, օրինակ YouTube-ում կարող ես յուրաքանչյուր վիդեո summarize անել, այսինքն քեզ հստակ տալիս է, այսպես ասած, փոքրիկ պատմա, թե ինչի մասին է այդ տեսահոլովակը, որպեսզի չնայես այլ ուղղակի կարդաս կամ կարճ քեզ պատմի, թե ինչի մասին է, տրանսկրիպտ անում, այսինքն հենց նույն ինչ որ խոսվում է վիդեոյի մեջ տալիս է քեզ այդ ամբողջ տեքստը ու հետաքրքիր բաներից մեկը slideshow է սարքում քո համար, պրեզենտացիա հիմնված այդ YouTube-ի վիդեոյին եւ ուղղակի կարող ես խոսալ GenSpark-ի հետ, այդ վիդեոյի հետ կապված տարբեր հարցեր քննարկել, այսինքն եթե ինչ-որ տուտորիալներ ես նայում ու ինչ-որ հարցեր ունես, որոնք անհասկանալի է քո համար, կարող ես GenSpark-ի հետ խոսել։ Ինչը ստացվում, ChatGPT-ի հետ նույն բաները կարող ես պրինցիպի անել, այսինքն լինկը դնել, տեղադրել ChatGPT-ի մեջ, հարցեր կատարել, շփվել,
տրանսկրիպտ անել, ինչու՞ չէ, բայց այդտեղ մի քիչ ավելի հարմարավետ է ամեն ինչը, այսինքն էլ չես կոփիներ անում, միանգամից տեղում այդ հարցերը լուծում ես։ Պրինցիպի հիմա քանի որ մենք համեմատություն ենք անում, ես այս պայի դրությամբ Genspark-ը օգտագործում եմ ChatGPT-ի հետ, то есть առել եմ համեն, գնել եմ նայել, իմ համար շատ կարևոր է, շատ օգտակար է հիմա research-ը Genspark-ի, մի այլ տեսալվակի մեջ կցույց տամ, թե ինչպես եմ այն օգտագործում եւ slide show-ները, պրեզենտացիաները սարքելը, թե չէ մնացած օրինակ նույն summarize video եւ այլն ես օգտագործում նաեւ ChatGPT-ով, թե ինչպես այն աշխատում, օրինակ վիդեոն կարճ պատմում է թե ինչի մասին է այս գրեգի տեսահոլովակը։ Նաև շատ հետաքրքիր բաներ է կարողանում անել Genspark-ի բրաուզերը, social media-ի հետ կապված, դե ես օրինակ օգտագործում եմ կամ համ X-ում, Twitter-ում, համ LinkedIn-ում ու շատ մեծ կոնտենտ է ի հայտ գալիս, երբ որ ամեն անգամ մտնում եմ այդ social media-ները ու փորձում եմ այդ feed-ում գտնել ինձ հետաքրքիր օգտակար կոնտենտ եւ այստեղ կարող ես Genspark-ին հրաման տալ հետաքրքիր թեմայով քո feed-ում գտնի տարատեսակ կոնտենտներ, այսինքն օրինակ AI-ի մասին եմ ուզում իմանամ, կարող եմ Genspark-ին ասեմ, պարզապես նա քո feed-ում պատտվի եւ գտնի հետաքրքիր AI-ի մասին կոնտենտներ, որոնք տեղադրվում են այլ մարդկանցին ու Genspark-ին հրաման տալ, նա միանգամից հասկանում է ինչի մասին է խոսքը գնալու, այստեղ օրինակի համար միանգամից իր այդ feed-ի մասին նա հասկանում է, թե որտեղ է կատարվելու։ Այսպես, LinkedIn-ի հետ կապված, արդեն նա Genspark-ը summarize է անում, կարճ հստակ գտնես, թե ինչն ես ուզում, իսկ եթե հստակ ուզում ես այդ մասը նայել, նա րոպեներով ցույց է տալի, թե որտեղ է, սեղմելով միանգամից քեզ կտանի այդ մասի վրա։ Էլի տարատեսակ հնարավորություններ կա, արդեն ում ֆանտազիան ոնց կաշխատի ու ինչ հնարավորություններ պետք է գա մարդկանց, այս հնարավորությունները ինձ շատ է պետք գալիս, նաև ես ուսուցանում եմ տարբեր թեմաներով ու շատ է պետք գալի տարբեր slide show-ներ պատրաստել, որի վրա ժամանակ եմ ծախսում օգտագործում։ Եվ deep research-ի մասին առանձին տեսահոլովակ պատրաստես օգնում ինձ թե UX-ի տարբեր ֆազաներում եւ թե ընդհանրապես ինչի համար եմ այն օգտագործում նաեւ ուղղակի հենց բիզնեսում իմ ստարտափներից մեկի համար։ Այսօր այսքանը, կհանդիպենք մյուս տեսահոլովակում։